Բարև ձեզ, ուղիղ հեռարձակմամբ իր աշխատանքն է սկսում մեդիա կենտրոնը եւ այսօրվա մեր քննարկման թեման է 19 քաղաքական միավոր, քանակ կա, իսկ որակ ներկայացնեմ մեր բանախոսներին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունց եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյան, նախ շնորհակալություն մեր հրավերին արձագանքելու համար։ Հունիսի 7-ին ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ։ Իդեպ ազգային ժողովի նախորդ ընտրություններին մասնակցում էին 25-ը։ 19 կուսակցությունների ու դաշինքների մասնակցությունը ընտրություններին, ընդ որում երբ մասնակիցներից մի քանիսի մասին ընտրողը երբևէ չի լսել, հարցեր է առաջացնում եւ առաջին հարցը որքանով է կայացած Հայաստանում կուսակցական քաղաքական համակարգը, պարոն Սաքունց, համեցեք։ Ճիշտ ասած, երևի այդ հարցի ամբողջական համակարգային պատասխանը պետք է տրվեր քաղաքագիտական շրջանակների կողմից, ինչի համար եմ այս հարցը այսպես ձևակերպում, որովհետև անկախությունից հետո Հայաստանում քաղաքական գիտությունը կամ քաղաքական գիտության առարկան թեման երևի թե պետք է լիներ Հայաստանում քաղաքական համակարգի ձևավորման ընթացքը, մասնավորապես ինչպես նշեցի կուսակցությունների ձևավորման առանձնահատկությունները ոչ թե մակերեսային թվարկումով կամ բան, այլ բովանդակային առումով եւ հատկապես ուշադրություն դարձվեր այն գործոններին, որոնք իրական նշանակություն ունեն քաղաքական ուժերի ձևավորման համար։ Եթե դիտարկենք անկախությունից հետո առնվազն գոնե մինչև Թավշյա հեղափոխության ժամանակահատվածը, ես մի օրինակ բերեմ, ընդհանրապես որ պարզ լինի, թե 96 թվականին, թե 2017 թվականին կհիշեք առանձին կուսակցությունների ղեկավարներ ընդգրկվում էին կամ ընդգրկվեցին պարլամենտական ընտրությունների ժամանակ մեկ կուսակցության ցանկում, ոչ թե դաշինք կազմվեց, այլ ասենք թե խոշոր կուսակցության ցուցակում ընդգրկվում էին այլ կուսակցությունների առաջնորդները եւ ոչ թե դաշինքի ձևով։ Նման բան, ասենք թե որ կուսակցության ղեկավարները ընդգրկվեն մեկ այլ կուսակցության ցուցակում որպես падգամավորի տեխնացուային, հետո մենք դրանց տեսանք։ Դա հենց խոսում է քաղաքական համակարգի չկայացվածության մասին, որովհետև ինքը որպես սուբյեկտ, քաղաքական սուբյեկտ, կուսակցությունը երբևէ չէր կարող թույլ տալ իրեն, որպեսզի նրա թեկուզ ղեկավարին ընդգրկեն կամ ղեկավարը թույլ տա իրեն ընդգրկվել մեկ այլ կուսակցության ցուցակում որպես այդ կուսակցության տեխնացու ու հանդես գալ միաժամանակ նաև որպես իր կուսակցության նախագահ, հա, այս տարբերակը։ Իսկ ինչով էր պայմանավորված այդ իրավիճակը, որովհետև քաղաքական կուսակցությունների ձևավորման համար տնտեսական բազան, ազատությունները եւ այլն չկան, որովհետև հստակ է, որ սոցիալական շերտերը ամեն մի շերտ ունենում է իր քաղաքական ներկայացությունը, ասենք միջին խավը ունենում է իր, խոշոր բիզնեսը ունենում է իր, չգիտեմ, մտավորականության կամ ինտելեկտուալ բնագավառի ներկայացուցիչները կամ տալիս են այս կամ այն ուժին կամ ձևավորում են սեփական եւ այլն, բայց եւ շատ կայացած ժողովրդավարական պետություն, ինչի համար ենք մենք ժողովրդավարական պետությունների օրինակը բերում, որտեղ բռնապետական պետությունում բնականաբար կամ պետության զավթման ժամանակահատվածում խոսել բազմակուսակցականության մասին դա ընդհանրապես անիմաստ զբաղմունք է։ Ժողովրդավարական պետությունում մենք կտեսնենք, որ կուսակցությունների թվաքանակը ոչ թե արհեստականորեն է նվազեցված, այլ դրանք պատմության քաղաքական համակարգի զարգացման ընթացքում ձևավորում են մի քանի կուսակցություններ, որոնց միջև հիմնական պայքարն է գնում։ Անկամ նույնիսկ գաղափարախոսության տեսակետից ես նկատում եմ այն նպատակները կամ այն արժեքային հենքը, որ ունենում են կուսակցությունները, որոնց հիման վրա նրանք ձևավորում են իրենց ծրագրերը, կա նվազագույն թույլատրելի շեմտ, այսինքն դա ժողովրդավարական պետության արժեքների հիման վրա կուսակցությունների մասին է խոսքը։ Կարող է մեկը ենթադրենք հարկային ինչ-որ քաղաքականության առումով ունենա այլ մոտեցումներ եւ այդ առումով հիմնավորում է։ Մեկը սոցիալական բնագավառում, մեկը բիզնեսի, այսինքն ծրագրային մոտեցման տարբեր ծրագրային առումով տարբեր մոտեցումներ կարող են ունենալ, բայց
հիմքում ընկած է ժողովրդավարական արժեքների պահպանման անհրաժեշտությունը։ Այս առումով մեր մոտ մենք զրկված ենք եղել երկար ժամանակ այդպիսի քաղաքական համակարգի ժողովրդավարական պետության արժեքներին կամ ժողովրդավարական պետության ազատությունների, տնտեսական ազատությունների, խոսքի կարծիքի արտահայտման ազատությունների, ինչու եմ ես դա նշում, որովհետև շատ լավ հիշում ենք, որ ընդդիմադիր կուսակցության անդամ լինելը դա հղի էր բավական շատ լուրջ խնդիրներով, որտեղ ինքը կարող էր ենթարկվել հետապնդումների, կարող էր դժվարություններ ունենալ տնտեսական գործունեության մեջ, մինչև նաև աշխատանքային իրավունքների հետ կապված, որի ամենացայտուն օրինակը մենք տեսանք 2008 թվականի նախագահականության ժամանակ, երբ որ մարդիկ, անգամ մենք երբ որ միջոցառումներ էինք ուզում անցկացնենք 2008 թվականի մարտի 1-ից հետո հյուրանոցները չէին տրամադրում քննարկման սրահներ, հասկանում եք, այսինքն այս առանց ազատությունների երաշխավորման քաղաքական համակարգը չի կարող ձևավորվել որպես ժողովրդավարական պետության սկզբունքներին համապատասխան։ Իհարկե, այս թեման կշարունակենք, ինչ վերաբերում է հյուրանոցներին, որոնք չէին տրվում, նաև անկախ դիտոր դաշինքը վերջերս նաև հայտարարություն էր արել, որ ընդդիմադիր որոշ կուսակցությունների եւս սահմանափակումներ են հանդիպում, տարածքներ վարձակալելու եւ այլն դեպքում, այսինքն այդ ավանդույթը կարծես թե շարունակվում է։ Պարոն Մելիքյան, ինչպես են այդ 19 ուժերը ներկայացված մեդիայում, դուք հետևում եք, որքանով հավասար են այդպես նախնական մեկնարկային պայմանները նրանց համար, համեցեք։ Շնորհակալություն։ Նախ շարունակելով պարոն Սաքունցի միտքը ես պետք է ասեմ, որ շատ խորը քաղաքագիտական գիտելիքներ պետք չեն, որպեսզի ակտիվ քաղաքացին նկատի եւ արձանագրի, որ իսկապես Հայաստանում դեռ քաղաքական համակարգը չի կայացել եւ զարգացման փուլում է, բայց դրա հետ մեկտեղ իհարկե պետք է արձանագրել, որ որոշ բյուրեղացում է տեղի ունենում, կարծես թե այդ դիրքավորումները մի քիչ ավելի հստակ են լինում եւ միայն այն փաստը, որ նախորդ ընտրություններին 25 կուսակցություն եւ դաշինք էր մասնակցում, այս ընտրություններին արդեն 19, դա առողջ process է եւ կարծում եմ այս process-ը պետք է որ այսպես շարունակվի եւ իսկապես Հայաստանի նման փոքր երկրի համար այս մրցակցությունը որոշ անառողջ ուրեմն տարեր է պարունակում եւ քաղաքական համակարգի չկայացված դնելու փաստը կարելի է նաեւ ասել, որ դրսևորվում է նրանով, որ հիմնական խաղացողների առաջին դեմքերը այսպես այնպիսի մեծ առավելությամբ են իշխում իրենց քաղաքական ուժում, որ առաջին դեմքին եթե մի կողմ դնենք, փաստորեն անց կուսակցություն որոշ առումով կարելի է համարել գրեթե բոլոր ուրեմն այս 19 քաղաքական ուժերին, ու եթե առաջին դեմքին մի կողմ դնենք, այսպես պատկերացնենք, ապա շատ լուրջ հարցեր են առաջանում, արդյոք ինչ տոկոս կարող է հավաքել կամ առհասարակ կուզենան մասնակցել, թե չէ, որովհետև առաջին դեմքերով են հիմնականում իրենք դրսևորվում։ Այսինքն այդ ներկուսակցական ժողովրդավարություն, երկրորդ, երրորդ դեմքեր, 10-րդ դեմքեր, որոնք որ կարող են առաջ գնալ եւ այլն, դա չի նկատվում։ Ինչ վերաբերում է մեդիային, բնականաբար այստեղ էլ հնարավորությունները հավասար չեն եւ կարծում եմ, որ հնարավորությունները ես նկատի ունեմ հենց քաղաքական ուժերի հնարավորությունները։ Եվ այստեղ շատ կարևոր է, որ օրենքով եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեությամբ հավասար պայմաններ ստեղծվեն բոլորի համար։ Այսինքն որևէ գաղափարի կամ տեսակետի նկատմամբ որևէ սահմանափակում եւ այլն չլինի, բոլոր մասնակիցները հնարավորություն ունենան արտահայտվելու, բայց ինչ վերաբերում է արդեն բուն քաղաքական ուժերի հնարավորություններին, բնական է, որ դրանք տարբեր են եւ
այն ուժերը, որոնք որ արդեն երկար տարիներ քաղաքական դաշտում են, առավել եւս եթե ինչ-որ փուլում իրենց գործունեության հաջողության են հասել, խորհրդարան են մտել եւ այլն, նրանց հնարավորությունները, ֆինանսական հնարավորությունները նախ եւ առաջ, նաեւ կադրային պոտենցիալը այլ է, բայց դուք ճիշտ նշեցիք, որ այդ 19-ի մեջ կան ուժեր, որոնք որ դժվար է նույնիսկ ուժ համարել եւ նրանք ուղղակի անծանոթ են հանրության համար եւ ես իրենց էլ եմ հասկանում, կարծում եմ, որ այս մասնակցությամբ իրանք հայտ կներկայացնեն, որ իրենց ճանաչեն։ Միայն այս առումով արդեն շատ քաղաքագետներ հիմնավորում են այդպիսի ակտիվությունը։ Ներեցեք ընդհատում եմ, դա էլ ինչ-որ առումով գուցե կարելի է համաձայնել, բայց մեծ հաշվով չէ, որովհետև արդեն ընթացքի մեջ է ինչքան ժամանակ է եւ թե փողոցներում այդ գովազդային ցուցանակների վրա անընդհատ նույն դեմքերն են, մտնում ենք համացանց, գովազդը նույն դեմքերն են, այսինքն այդ փոքր ուժերը այսպես թե այնպես չեն երևում եւ նույնքան անծանոթ են մնում, ինչպես մինչեւ գրանցվել է։ Պարոն Սահակյան, ձեր համեցեք։ Փոքր ռեպլիկ ուղղակի, նախ այդ ուժերը այսպես թե այնպես անվճար եթերաժամից կօգտվեն, այսպես թե այնպես իրենք անպայման այլ հարթակներ կօգտագործեն, բայց նաև ստեղծում են իրենց հարթակները, շատ քիչ, եթե ընտրություններին չմասնակցեին, կարող է եւ դրա վրա գումար չծախսեին, բայց կան ուժեր, որոնք որ ասենք անցած տարվա վերջին հարթակները արդեն բացել են նկատի ունենալով այս ընտրությունները, այնպես որ քաղաքական հայտ ներկայացնելու համար նույնպես ընտրությունները նշանակություն ունեն եւ այդ քարոզարշավի ժամանակ իրենք ավելի շատ կերևան կան եթե չմասնակցեին ընտրություններին։ Շնորհակալություն։ Պարոն Սահակյան, ինչ գործոններով է պայմանավորված ձեր կարծիքով քաղաքական այս կարճաժամկետ նախագծերի առաջացումը այն քաղաքական ուժերի, որոնք ընտրություններից մի քանի ամիս առաջ կամ 1-2 տարի առաջ են ձևավորվել եւ որոնց մարդիկ պարզապես չեն ճանաչում։ Իհարկե տեղել կան այդ հարցի պատասխանի մեջ կա մի քանի տարբերակ, որտեղ դա միայն մի դրսևորում չունի։ Օրինակի համար, եթե տեսեք, կա մի հատ հստակ սկզբունք, իմ կարծիքով քաղաքական ուժերի կամ քաղաքական համակարգի ձևավորման համար, որը բավական ոչ թե քիչ ուշադրություն դարձվում, այլ կարող եմ ասել ընդհանրապես ուշադրություն չի դարձվում, դա բիզնեսի եւ քաղաքականության տարանջատումն է։ Մենք մշտապես ենք խոսել, որ բիզնեսը եւ պետական կառավարումը պետք է տարանջատ գնեն, բայց միաժամանակ պետք է բիզնես, հատկապես խոշոր բիզնես եւ քաղաքական կուսակցության մասին խոսքը նույնպես պետք է տարանջատ գնել, ինչու համար, որովհետեւ բիզնեսը կամ գործարարությունը կամ տնտեսական գործունեությունը ինքը ունի իր առանձին տրամաբանությունը, մոտեցումները, կառավարումը եւ այլն, որոնք քաղաքական կուսակցության կառավարման հետ նրանք որտեղ քաղաքական կուսակցություն բիզնես չի, հա, ասենց ասեմ։ Եվ այդ առումով այս խնդիրը նույնպես մնում է ուրեմն արձիական։ Մյուսը, որ էական նշանակություն ունի ճանաչելիության տեսակետից, սկզբից այդ հարցին, կախված այլ ֆինանսական աղբյուրներից։ Գիտեք, հիմա իդեպ ասեմ, որ բավական հետաքրքիր փոփոխություններ են կատարվել նույն կուսակցությունների մասին օրենքով, ներկուսակցական ժողովրդավարության, օրինակ այն, որ հիմա առաջի 30 թիվը պետք է համագումարով հաստատվի, որում յուրաքանչյուր երրորդ պետք է լինի անպայման կին, սրանք ներկուսակցական ժողովրդավարության ձևավորմանը ուղղված գործիքներ են։ Մյուս կարևոր փոփոխությունը, որը կատարվեց, որ ազգային ժողովի ընտրությունների ժամանակ որոշակի տոկոս ձայների հավաքման դեպքում պետական բյուջեից նաև ստանում է ֆինանսավորում, այսինքն քաղաքական կուսակցությունների գործունեության եւ ինստիտուցիոնալ գործունեության ապահովման համար պետությունն է հենց պետական բյուջեից իր քաղաքական համակարգի
ձևավորման համար որոշակի միջոցներ տրամադրում, բայց այստեղ էլի կա մի հատ ուրիշ հարց։ Ֆինանսավորման, այսինքն նվիրատվությունների ինստիտուտը։ Արդյոք նվիրատումները բարեխիղճ են, որտեղ հիշում եք մենք այդպիսի մի հարցի հետ առնչվեցինք, այդ հարցը նաև Infocom-ի կողմից, կարծեմ հետաքննող լրագրողների կողմից էլ արձանագրվեց, երբ որ տարբեր անձանց կողմից հավասարաչափ գումարներ են ֆիքսել են դեպքում, որ այդ անձիկ այդ գումարները չէին կարող ունենալ, այսինքն անուղղակի ֆինանսավորում էր կատարում եւ դա իրապես քրեորեն հետապնդելի գործողություն էր, որը այդպես էլ չքննվեց, պատշաճ քննության չարժանացավ։ Ինչու՞։ Եվ դրա մեջ էլ պետք է խորանալ։ Որտեղ քաղաքական, ասեցա, կուսակցական ավելի քաղաքական համակարգում այն աշճանի բևեռացումը մեծացել, ատելության խոսքը, սա էլ արդեն քաղաքական մշակույթի մասն է, որ այս կամ այն կուսակցությանը նվիրատություն անողը կարող է թիրախավորվել ընդհանուր միջև այն աշճան, որ ինքը լուրջ խնդիրներ ունենա իր աշխատանքում, այսինքն այստեղ իրապես կարծիքի արտահայտման ազատություն այդ մշակույթը, որ եթե այո կարող է դու համաձայն չես, բայց այդ մարդու նետ տեսակետը եւ կարող է կլինի քո կողքի հարևանը կամ բիզնեսմենը եւ այլն, որ գտնում ասենք թե իր եկամուտներից մի մասը հենց այս քաղաքական ուժին է տալիս։ Այդտեղ առումով այդ թիրախավորումը հանգեցնում է նրան, որ շատ դեպքերում ֆինանսավորողները ցանկանում են կամ գմնալ գաղտնի, որովհետեւ չբացահայտվի, բայց մյուս կողմից էլ այդ չբացահայտվելու հետ կապված այդ մեխանիզմը կարող օգտագործվի այնպիսի ֆինանսավորման աղբյուրների հետ, որոնք իրենց ցակումով արդեն քրեական, օրենսգրքի հետ խնդիրներ ունեն։ Սա մյուս հարցն է, որը իրապես այդ մենք այդ ֆինանսավորման հետ կապված ունենք խնդիրներ։ Եվ ի վերջո ես պարոն Մելիքյանի ասացի հետ կապված շարունակեմ, տեսեք, լրատվական միջոցների ֆինանսավորման հետ կապված մենք այդ հարցը բազմիցս ենք, թափանցիկ չեն, եւ սա էլ քաղաքական մշակույթի վրա ազդեցություն ունեցող գործիք է, գործոն է, երբ որ ֆինանսավորողը, որովհետեւ լրատվական միջոցը բիզնես է, այնուամենայնիվ շահույթ հետապնդող, ի տարբերություն ասենք հասարակական կազմակերպությունների կամ քաղաքական կուսակցությունների, որովհետեւ նրանք շահույթ հետապնդող չեն։ Եվ սեփակ հիմնողը ինքը միայն շահույթի տերն է։ Դա կլի գովազդից թե այլն։ Ինքը խմբագրական քաղաքականության վրա ազդեցություն չպետք է ունենա, սա է էթիկան պահանջում, հա։ Բայց շատ դեպքերում մեր մոտ ով որ վճարում է, նայել, հա, այդ պատվեր տալու այդ մտած այդ մշակույթը, հա, ինքը շարունակում է մնալ չհաղթահարված։ Սա էլ է իրացնում, որտեղ լրատվական դաշտը տեսնում ենք նույնպես բևեռացված է։ Եթե այդ բևեռացվածությունը կա, ապա եւ նաեւ ոչ բարեվարկությունը, բարեխղճությունը, ֆինանսական միջոցների թափանցիկությունը, որտեղ օրինակի համար նույն հանրային լրատվության ակումբը կամ խոսքի պաշտպանության կոմիտեն կամ մեր կազմում, մենք հրապարակում ենք մեր ֆինանսական աղբյուրները, որտեղից ենք ստանում, հաշվետվություն ենք ներկայացնում, բայց մենք չենք տեսնում այդ ֆինանսական աղբյուրների վերաբերյալ, հատկապես ֆինանսավորողների վերաբերյալ նույնպես տվյալներ։ Այսինքն այստեղ մենք ունենք բավական լուրջ թափանցիկության եւ հաշվետվողականության եւ բարեխղճության հետ կապված հարցեր, եւ այդ դեպքում դուրս է գալիս, որ քաղաքական համակարգի ժողովրդավարական ոչ կոռուպցիոն քաղաքական համակարգի հետ կապված խնդիր ենք ունեմ եւ մի բան էլ ասեմ, որը շատ կարեւոր է։ Կուսակցությունը, տեսեք, իշխանություն ունեցող կուսակցության ներկայացուցիչները իրենց կենսամակարդակով միանգամից ունենում են աճ։ Խնդիրը նույնիսկ նրա մեջ չէ, որ դա անպայման կոռուպցիայի ճանապարհով։ Կարող է լինել բարեվար կամ բան, բայց երաշխավորում է իշխանություն ունենալը կենսամակարդակի աճ, հա։ Նույնիսկ օրինական, չգիտեմ, աշխատավարձների, բարձր աշխատավարձների վայրն եւ այդ առումով քաղաքական մրցապայքարի մեջ մտնելու այդ մղումը հարցեր է առաջացնում, արդյոք իրապես իդեաները կամ այն գաղափարները, ասենք, կամ այն ծրագրերը իրապես դրանք
հենց այդ ծրագրերին են շարժառիթը իշխանական լծակների կամ պարլամենտում հայտնվելու, թե ոչ, թե ընդհակառակը հենց այդ ծրագրերն են կարևորը, որոնք ձևավորում։ Եվ ի վերջո նաև վաղաշաբաթի ընտրությունները ես հիշեցի, վերջի դիմի ընտրությունները տեղական ինքնակառավարման մարմինների, ես ինչքան հիշում եմ 8 կուսակցություններ, 8-ից 4 կուսակցություն ծրագիր ընդհանրապես չէին ներկայացրել։ Պատկերացնում եք, ասենք թե կուսակցությունը գնում է մրցապայքարի տեղական ինքնակառավարման մարմիններում առանց ծրագրի եւ ընտրողների ձայնն է հավակնում։ Այսինքն սա ինչ մոտեցում է, ասենք թե առանց ծրագիր ներկայացնում։ Ես չեմ խոսում ծրագրերի որակի մասին կամ ծրագրերի հիմնավորվածության մասին, այդ խոսում են ընդհանրապես որպես այդպեսին ծրագրի արկայության մասին եւ քաղաքական համակարգը օրենսդրական փոփոխության անհրաժեշտ եւ այդտեղ էլ ասեմ, որ օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն կա եւ պետք է պարտադրել, որ մարդիկ գրանցվելիս պետք է ներկայացնեն հանրությանը, չենք ասում իշխանությանը, պետությանը եւ այլն։ Ես չեմ կարծում, որ օրենսդրական պահանջ լինի, որ առանց ծրագիր ներկայա։ Տեսեք, թիմի երբ որ ոնց է թիմում կամ ազգային ժողովում, երբ որ որևէ կուսակցություն մեծամասնություն է ունենում, ապա օրենքով սահմանված է ժամկետ, որ պետք է կառավարության կազմ կամ ուրեմն համայնքի ղեկավարը կամ կառավարության կազմը ներկայացրել ծրագիր, որ պետք է հաստատվի ազգային ժողովի կողմից։ Թիմի մակարդակով համայնքի ղեկավարը նույնպես որոշակի ժամկետում պետք է ծրագիր ներկայացնի, բայց միջ ընտրությունները, այսինքն միջև քվեարկությունը պարտադրել, որ անպայման ծրագրով հանդես գա, դա ես չեմ պատկերացնում, ասենք թե որ եթե ասենք ծրագիր չներկայացնեն, ինչ են անելու, գրանցումը չեղարկելու են, ես հիմա չեմ կարող դրա մասին գաղափար կազմել, որտեղ իրապես դա մի քիչ մի դիտարկում պարոն Սաքունցը ձեր խոսքին ասացիք, որ բիզնեսը չի շտապում հրապարակավ ներկայացնել իր ում է ֆինանսավորում եւ այլն, վախենալով, մտավախություն ունենալով քաղաքական հետապնդումից, ինչպես այլ նա քաղաքացիներ։ Այո, նա քաղաքացիներ, երբ նաեւ ԿՊ-ի օրինակը բերեցիք նվիրատվությունների ցանկը եւ որ չունեցավ հետաքննող լրագրողները ներկայացրեցին խնդիրները, բայց որևէ այդպես իրավական հետևանք չունեցավ, նույն մտավախությունը թերևս ունեն նաեւ ընդդիմադիր դաշտի լրատվամիջոցներին ֆինանսավորող բիզնեսմենները վախենում են գուցե մտավախություն ունեն իշխանությունների կողմից քաղաքական հետապնդումների ենթարկվելու, ինչի օրինակները տեսնում ենք շատ, բայց հաջորդ հարցին անդրադառնանք, պարոն Մելիքյան։ Ներողություն, ես կուզենայի, քանի որ մենք հիմա նախընտրական փուլ ենք մտնելու, ըստ էության դե ֆակտո կարելի ասել նախընտրական պայքարը սկսվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից քվեարկության օրը արդեն հայտարարելուց, եթե այդպիսի տվյալներ կան, երբ որևէ կուսակցության ֆինանսավորման համար կամ նվիրատվություն կամ նախընտրական հիմնադրամին էսա գալու է, կխնդրեմ անպայման տեղեկացնեք, որովհետև խոսում են, ասենք թե աշխատանքային իրավունքների հետապնդման մասին, բայց կոնկրետ փաստեր պետք է ներկայացվի եւ ես որպես օրինակ հնչեցնեմ Մարալիկի վերջի տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների ժամանակ, այո, այնտեղ կար, որ համայնքային ենթակայության ձեռնարկություններից որոշ աշխատողների հեռացրել էին աշխատանքից քվեարկությունից հետո, հա, որովհետև ընտրված տեխնացուն, այսինքն արդեն ընտրվածը իրենց որը այդ աշխատողները, որոնք կինան չէին ընտրել, աշխատանքից ապօրինի հեռացրել։ Մենք դատական կարգով վերականգնեցինք աշխատանքի վերականգնեցին, մարդիկ վերականգնվեցին եւ ստացան նաեւ բաց թողած ժամկետի աշխատավարձի ուրեմն չափը, որոնք ասենք թե պետք է ստանային։ Ես ուզում եմ ասել, մենք շատ կարեւոր նշանակություն ունի փաստահեն տվյալների հիման վրա գնահատականները։ Երբ որ մենք խոսում ենք ինչ որ երևույթների մասին առանց փաստեր նշելու, ապա մենք դա կլինի ավելի շատ ուղղակի ենթադրություններ։ Եթե կա կոնկրետ դեպք, հենց մեր գործընկերները Ինֆոկոմի ուսումնասիրեցին, ներկայացրեցին խնդիրները, բայց իրավական որևէ հետևանք չունեցավ, մյուս կողմը կարող է մտավախություն ունենալ, որ իր դեպքում կարող է բաների մասին է։ Խոսքը վերաբերում է ֆինանսավորման այդ մեխանիզմի մասին, երբ որ անձիկ չունեն այդ ֆինանսավորի, մի դեպ ասեմ դա այլ հիվանդություն է։ Եվ խոսքը վերաբերում է, երբ որ մարդը իր հայացքների համար կամ թեկուզ եթե ֆինանսավորել է իրանով, հետապնդվում է իր դիրքորոշման համար,
աշխատանքից են կամ ազատում կամ բիզնեսի հետ կապված խնդիրներ։ Այսինքն ես խոսում եմ արդեն կոնկրետ դեպքերի մասին։ Նա այն մյուսը Ես խոսում եմ մթնոլորտի մասին, հիմա ներողություն պարոն Մելիքյանին տամ հարց եւ հաջորդ հարցին արդեն նույնից կանդրադառնանք, պարոն Մելիքյան, կարող է մեդիան արհեստականորեն մեծացնել փոքր ուժերին կամ փոքրացնել մեծերին եւ նաեւ մեդիայում որոշակի անհավասարություն է զգացվում լուսաբանման առումով, քանի որ կան կուսակցություններ, որոնք էպատաժային հայտարարություններ կարող է անեն, ինչ որ իրադարձությունների կիզակետում լինեն եւ անուղղակիորեն դառնան մեդիա այդպես թոփ թեմաներից մեկը, երբ մյուսները այդպես ավելի համեստ կուսակցություններ այդպես էլ մնում են լուսանցքում, համեցեք։ Կարևոր հարց է իհարկե, բայց նախ մի վերապահում պետք է անենք, որ ընտրությունները հենց էպատաժային հայտարարությունների ժամանակահատված է եւ կարծում եմ հասարակությունն էլ դրան պատրաստ է, որովհետեւ միշտ բոլոր ընտրությունների ժամանակ այսպես սենսացիոն հայտարարություններ, կամպրոմատներ եւ այլն այդ ամեն ինչը լինում է եւ դա նորություն չի, ուղղակի պետք է կարողանալ այդ ամեն ինչից զատել, բայց ես շատ կարևորում եմ հասարակության հետ ազնիվ խաղի կանոններով խաղալու հանգամանքը եւ այս առումով պարոն Սարգսյանը շատ տեղին հիշեցրեց վաղաշաբաթի ընտրությունները եւ հենց այն ժամանակ ինձ մոտ այդպիսի գաղափար առաջացավ, կարծում եմ, որ ինչպես մարդկանց օրենսդրորեն, ասենք, պարտադրում են կամ համենայն դեպս նախատեսում են դեբատներ կազմակերպել եւ մասնակցել այդ դեբատներին, թեև մենք տեսնում ենք, որ որոշ քաղաքական ուժեր հրաժարվում են դեբատներին մասնակցելուց, դա եղել է եւ նախորդ ընտրությունների ժամանակ եւ համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, բայց օրենսդրորեն դա նախատեսված է։ Ես կարծում եմ, որ ված չի լինի, որ նախատեսված լինի, որ առանց ծրագրի դու ուր ես գալիս եւ աբսուրդային է նույնիսկ էլի դա, բայց մեզանում ամեն ինչ հնարավոր է, որովհետեւ ինչպես արդեն ասացինք, քաղաքական համակարգը դեռ կայացած չէ, մարդիկ նույնիսկ իրենց անելիքները հաճախ չեն պատկերացնում եւ կարծում եմ, որ այստեղ որոշ բարդություններ է առաջանում եւ այդ պարագայում ընտրողը ավելի շատ ասում է հետարքիրա սա ում հետ է եւ ումով է հովանավորվում, որ որոշել է դուրս գալ ընտրական պայքար մղել եւ սա դա հոգիչ բան է, սա մինչեւ վերջնականապես այսպես չբյուրեղանա դաշտը, իսկ դա կարող է տասնամյակներ տևել, այս ամենը հնարավոր է։ Ինչ վերաբերում է լրատվամիջոցներին, նախ մեր պայմաններում, երբ ամբողջ լրատվական, գրեթե ամբողջ լրատվական դաշտը բևեռացված է, լրատվամիջոցները մեծ հաշվով դարձել են քաղաքական համակարգի մաս։ Որևէ քաղաքական ուժ, երբ ստեղծվում է, առաջին հերթին ստեղծում է գոնե իր կայքը, որը որ տարբեր սոցիալական ցանցերում է բանում եւ այստեղ լրատվամիջոցների գործունեության մասին որպես բիզնեսի կարծում ավելորդ է խոսել, ընդ որում լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը արդեն այնքան է համակերպվել դրա հետ, որ բիզնես մրցակցություն եւ այլն հասկացություններ են երկրորդ պլան գնացել, գիտեն, որ այսինչ գործունեության համար իրենց քաղաքական հովանավորը վճարելու է։ Եվ այդ վճարումը բնականաբար քաղաքական նկատառումներով է արվում, ուրիշ որևէ մեծ հաշվով ես կարող եմ ասել, որ ճնշող մեծամասնությունը չի կարողանում գոյատևել, ասենք, գովազդի հաշվին, այլ տեսակի եկամուտների, ասենք, թերթերի պարագայում թերթերի վաճառքի, որովհետև մենք գիտենք, որ այդտեղ տպականակ գոյություն չունի։ Եվ այս պարագայում իհարկե ամբողջ այս քաղաքական համակարգի, քաղաքական գումարներով սնվող լրատվամիջոցները դրանք քաղաքական համակարգի մաս են կազմում եւ դրանք փաստորեն մասնակցում են այս ընտրություններին որպես քաղաքական ուժի մաս, հետեւաբար իրենց հնարավորությունների սահմաններով քարոզելու են այդ քաղաքական ուժին։ Այս է շատ պարզ իրավիճակ է
ընդ որում միայն դա չէ, այստեղ նաև պրոֆեսիոնալ հմտությունների հարցեր կան, մեզանում ավելի շատ լրատվամիջոցներ, որոշները ճակերտներով լրատվամիջոցներ են, քան լրագրողների քանակ կա պրոֆեսիոնալ։ Եվ այստեղ ով ասես, որ մտել է, ով ասես, որ այդ ինֆորմացիոն գործունեության մեջ մասնակցում է եւ դրանով է պայմանավորված նաեւ այդ լրատվական դաշտի, լրատվական գործունեության պրոֆեսիոնալ մակարդակի անկումը։ Բայց սա այլ խնդիր է, ինչ վերաբերում է ընտրություններին եւ քաղաքական լուսաբանումներին, ապա ես արդեն ասացի, որ ինչով է դա պայմանավորված։ Շնորհակալություն, պարոն Սաքունցը, մեր գործընկերոջը հարց տալու հնարավորություն տանք, համեցեք ներկայացրեք ձեր հարցը։ Շնորհակալություն, Խեչումյան Արմեն, Top News լրատվական կայք։ Ըստ ձեզ կան ուժեր, որոնք մասնակցում են ընտրական process-ին ուղղորդված որևէ կողմից հատուկ ձայների փոշիացման կամ գուցե այլ նպատակներով, եւ եթե կան նմանատիպ ուժեր, ինչ գործնական խորհուրդ կտաք ընտրողներին, որպեսզի տարբերակեն այդ ուժերին, եւ երկրորդ հարցել ունեմ, հիմա տամ թե պատասխանելուց հետո։ Ձեր հարցը ում է։ Երկուսն է։ Եվ երկրորդ հարցն էլ տվեք եւ Սա երևի ավելի շատ արդեն պարոն Սանքուցին, արդյոք անհրաժեշտ չեն օրենսդրական մեխանիզմներ, որոնք կմաքրեն դաշտը ուժերից, որոնք մասնակցում են պարզապես մասնակցելու համար եւ հանդիսանում են ձայներ փոշիացողներ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Սաքունց, ձեզնից սկսենք։ Ուղղորդված լինելու հետ կապված հանրային դաշտում այն խոսույթը, որը տեսնում ենք եւ այն մոտեցումները, որ կան, հստակ է, որ կան քաղաքական ուժեր, որոնք հստակ ունեն միանշանակ դրական չասեմ, այլ առանձնահատուկ կարևորում են, ասենք, Ռուսաստանի Դաշնությանը։ Սա պարզ է։ Կա դաշտ կամ քաղաքական ուժեր, որոնք ավելի կարևորում են ժողովրդավարական համայնքների հետ Հայաստանի ինտեգրման օգտին։ Չէ՞։ Բայց ես ուզում եի այդ հարցին անդրադառնամ մի կարևոր ուրեմն փաստի ներկայացման օրենսդրական կարգավորման, որոնք իմ համոզմամբ կարևոր նշանակություն ունեն հասկանալու համար ուղղորդվածություն։ Տեսեք, Կենտրոնական դրական հանձնաժողովը եւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը օրերս հրապարակել են այն օրենքով արգելված գործողությունները, նվիրատվությունների կուսակցությունների առումով, որոնք անհրաժեշտ է որ իմանան։ Հստակ է, որ կուսակցություն չկարող նվիրատվություն ստանալ օտար աղբյուրներից, օտար կազմակերպություններից, այսինքն երկրից դուրս, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանցից ֆինանսական, համայնքային ձեռնարկություն, պետական եւ տեղական բյուջեի կամ նրանից ուրեմն բյուջեի հիման վրա գործող կազմակերպություններից չեն կարող, իրավաբանական անձանցից չեն կարող ստանալ ֆինանսավորումներ։ Հիմա, եթե նայենք, թե օտար երկրյա աղբյուրների վերաբերյալ ֆինանսավորման հետ կապված աղբյուրները որոնք են, որոնք քաղաքական ուժերի, ֆինանսավորման տեղ, բայց միանշանակ է, որ նաև այստեղ ուղղորդվածությունը արտահայտում է ոչ միայն գաղափարական, ենթադրենք, այլ նաև կոնկրետ նաև ֆինանսական տեսակետից, եւ կան ցավոք սրտի այդ բանը։ Անկամ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ կան, որոնք հանդես են գալիս հայտարարությամբ ընդեղ պետության։ Հասկանում եք ոնց է, ես ընդունում եմ մրցակցությունը եւ չպետք է սահմանափակվի որևէ մեկի մասնակցությունը, կա, բայց մենք մի այդպիսի առաջարկ ենք ներկայացել, որ եթե քաղաքական ուժը ասենք թե 1 կամ 2 ազգային ժողովի ընտրություններին չի մասնակցում, նա ընդհանրապես գրանցումը դադարեցնել։ Այսինքն օրինակ եմա դու ուղղակի գրանցված ես։ Եվ հասկանում եք չպետք է դառնա այնպիսի մի ընկալում հանրության մեջ, որ կուսակցությունը դառնում է նաև շահույթ ստանալու նպատակով, բիզնես որպես պրոյեկտ, որտեղ ցավոք սրտի հետ կա։ Բայց իմ համոզմամբ
պետք է նաև հստակ լինի նաև մոտեցումը, որ պետության ինքնիշխանության, անկախության, Սահմանության առաջի հոդվածով հիմնարար սկզբունքներ ժողովրդավարական, իրավական, սոցիալական եւ ինքնիշխան պետության այդ սկզբունքների դեմ հանդես եկող ցանկացած քաղաքական ուժ պետք է գործունեություն դադարեցնել։ Սա միանշանակ, որտեղ սա ընդ որում իհարկե շատ բարձր բանով է դրված։ Կուսակցության գործունեությունը կարող է դադարեցվել միայն սահմանադրական դատարանի որոշմամբ, այսինքն ոչ թե սովորական բանի։ Այսինքն շեմը ի տարբերություն այլ իրավաբանական անձանց նկատում հասարակական կազմակերպություն կամ զանգվածային լրատվական միջոց կուսակցության պաշտպանության շեմը ճիշտ է որ բարձրացում է սահմանադրական մակարդակի, որտեղ ինքը ի տարբերություն մնացած իրավաբանական անձին հասարակական այդ եզակի, այսինքն կուսակցությունը իրավաբանական որպես անձ ինքը իշխանություն ձևավորելու նաև կարող բան ունի, մենք չենք կարող կազմակերպությունը կամ զանգվածային լրատվական միջոցը հայտ ներկայացնի, որ մասնակցում ընտրություններին իշխանություն ձևավորելու համար կամ մանդատ ստանալու համար, դրանով է տարբերվում։ Եվ այդ տեսակետից նրա պատասխանատվությունն էլ մեծ է, որովհետև ովքեր են հավակնում իշխանություն ձևավորելու, այդ ովքեր որ հավակնում են, արդյոք նրանց համար սահմանադրական հենց առաջի սահմանադրական սկզբունքը անձնմխելի է եւ բանը ուղենիշային է իրենց հրապարակային հայտարարությունների եւ մոտեցումների։ Այստեղ առումով այո մենք ունենք խնդիր, բայց ես ասեմ, որ այո, դա բոլորին է հայտնի եւ դրա համար հատկապես այս ընտրությունների ժամանակ հաշվի առնելով նաեւ Մոլդովայի նախորդ ընտրությունները, տեսանք, որ Մոլդովայում անգամ մի հատ օլիգարխներից մեկը, որը ապօրինի ֆինանսական միջոցներ էր, ապօրինի ճանապարհով ֆինանսումներ դնում 4 էր կարծեմ, ինչը որ փախավ, ուր փախավ, չփախավ Բրյուսել կամ Մինսկ, բանը Վաշինգտոն, փախավ այնտեղ, որտեղ փախչում են պետության դեմ հանցագործություն կատարողները, միլիարդատերը, եւ դա դադարեցվեց այդ կուսակցության գործունեությունը։ Եվ նաև բավական լուրջ պատասխանատվության ենթարկում անգամ այն մեծահարուստներին, որոնք ապօրինի ճանապարհով փորձում են քաղաքական համակարգի մեջ միջամտություն անել։ Այսինքն, այստեղ հիբրիդային սպառնալիքների աղբյուրը նույնպես ընտրությունների թափանցիկության, ընտրությունների նկատմամբ, հա, հանրային վստահությունը նվազեցնելու ուղղությամբ շատ մեծացել է դրանց դրսևորումները եւ մենք տեսնում ենք թե որտեղից է, որ կենտրոններից է այդ դրսևորումը եւ դա իրապես բավական շատ լուրջ մարտահրավեր է Հայաստանի քաղաքական համակարգի ձևավորման տեսակետից եւ հատկապես այս ընտրությունների ժամանակ դիմագրավման տեսակետից։ Պարոն Սաքուն, շնորհակալություն նաև պարոն Մելիքյանը անդրադառնա, այսինքն հավակնությունը այդ կուսակցությունների իշխանության գալն է, թե ձայների փոշիացում, այդպես կարճ ձևակերպենք գործընկերոջ հարցը համեցեք։ Ես նորից խոսեի հասարակության հետ ազնիվ խաղի կանոնների մասին։ Տեսեք, նախ մասնակցությունը ամեն մի քաղաքական ուժի որոշելիքն է եւ եթե ինքը համապատասխանում է օրենսդրական պահանջներին, ինքը պետք է որոշի եւ եթե որոշել է մասնակցել, այդտեղ որևէ վատ բան չեմ տեսնում դրանում, որովհետեւ լավ իմաստով դա ինքնահաստատման նոր ուժերի մասին է խոսքը, ինքնահաստատման հնարավորություն է, պետությանը ապացուցելու է մի դրսևորում է, որ ես որպես կուսակցություն կամ եւ ակտիվացել եմ, իդեպ եթե ես չեմ սխալվում, ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերը նաև պետական աջակցության ֆինանսավորման հնարավորություն են ստանում։ Եթե որոշակի տոկոս հավաքում։ Այո, եթե որոշակի տոկոս են հավաքում, այսինքն նույնիսկ նոր գործունեությունը սկսած քաղաքական ուժերի համար դա բավականին հետաքրքիր գործընթաց է, բայց կա իհարկե կան մարդիկ եւ խմբեր, որոնք որ շտաբ ձևակերպում են ինչ-որ մի հիմնում են ինչ-որ մի քաղաքական ուժ, հենց քաղաքական տեխնոլոգիայի մաս դառնալու համար, այսինքն իրենք արդեն ստանձնել են ինչ-որ մի դեր, որը որ քաղաքական կոնսուլտացիաների ընթացքում հնչել է, համաձայնության են եկել, դու ասենք այս մեր
հակառակորդից ձայն փախցնելու առաքելություն ունես։ Ձայն փախցնելը վերստում ուրեմն ճակերտների մեջ որ չասեն, բայց դե ամեն դեպքում ձայների փոշիացումը դա արդեն ընտրողի մտածելու բանն է։ Ընտրողը պետք է մտածի, արդյոք ես իմ ձայնը չեմ փոշիացնում, եթե ձայն եմ տալիս այն կուսակցությանը կամ այն դաշինքին, որը ըստ նախնական տվյալների կամ սոցիոլոգիական հարցումների որևէ շանս չունի։ Սա արդեն ընտրողի խնդիրն է, բայց ընտրողը նույնպես կարող է շատ գիտակցաբար գնալ հենց ասել չէ ամեն դեպքում ես այս հիմնական խաղացողներին ձայն չեմ տալիս, իմ խիղճը հանգիստ կլինի, եթե ես գնամ ու տամ այնպիսի մի քաղաքական ուժի, որը որ նոր է եկել, բայց այդքան արատավորված չէ, ինչքան հիմնական մասնակիցները, օրինակ։ Տեսեք, փոշիացման հետ կապված, ես որ օրինակը բերեցի վաղ շաբաթ ընտրություններին։ Նախ այդ տերմինը թե ձայները փոշիացնում են, ավելի շատ պետք հետաքրքրում է այդ խոսույթը այն քաղաքական ուժերին, հա, այն բանով, որ դե եթե այդ մեկը չեն անցնելու կամ հավակնությունը կամ հավանականությունը մեծավոր ասենք թե 4%-ը ասենք թե հավաք են անցնելու համար կամ դաշինքի դեպքում ասենք թե 8% եւ այլ եթե կուսակցությունի ինչի համար են մտնում մեզանից են տանում հա այդ փոշիացման այդ գաղափարը գալիս է էլի քաղաքական ուժերից բայց այստեղ մի հատ կարևոր հարց կա վաղաշաբաթի ընտրությունների հետ կապված նույնիսկ կրկնեմ այդ ծրագիր չներկայացած քաղաքական կուսակցությունները ձայն են ստացել բանն այո ձայն են ստացել այսինքն որ նա հետեւաբար որոշակի այն շարժարիթը որ ընտրողը գնում է քվեարկում ակնհայտորեն դա անձնական կապերն են կամ սուբյեկտիվ մոտեցումն է ոչ թե որտեղ առանց ծրագրի եթե քվեարկում ես նշանակում է պետքա կամ բոյ բուսատին նայեն կամ չգիտեմ հարազատական կապերին կամ բան եւ այլ սա է չէ հիմա եւ սա այո գոյություն ունի եւ համաձայն եմ որ ընտրողի նկատմամբ պետք է լինել հարգալից այն իմաստով որ ընտրողը իր կարծիքը ձևավորում է նաեւ տարածով տեղեկատվության հիման վրա տարբեր տեղեկությունների շատ կարևոր է որպեսզի չմանիպուլացնեն չապատեղեկացնեն այլ օբյեկտիվ տեղեկություն ներկայացվի ընտրողին սա ամենամեծ խնդիրն է Պարոն Սաքունց ես հենց այդ եւ այդ առումով քաղաքական ուժերը կամ քաղաքական կուսակցությունների կողմից կիրառվող տեխնոլոգիաները տեղեկատվական երբ որ գնում է հակաքարոզություն ոչ թե քարոզություն թե դու ինչ ես ուզում կամ ինչ ես առաջարկում չէ վերջնաշուտ մենք ավելի շատ չենք լսում թե ինչ ես առաջարկում ավելի շատ լսում ենք թե այ նրա առաջարկն վատնա նա չգիտեմ տարբեր պիտակավորումներով ընդ որում նույնիսկ կրկնեմ մտածածին անգամ մենք արձանագրեցինք այս ընթացքում փաստերի ստուգման տարբեր հարթակներ կան որոնք ակնհայտորեն բացահայտեցին ուղղորդված fake տեղեկությունների տարածումը եւ դրանց շրջանառումը որոշակի քաղաքական բանի կողմից չէ այսինքն ես ինչի՞ եմ ասում որ ընտրողին էլ չեմ այդքան մեղադրում եւ որտեւ ընտրողին պետք է տրվի օբյեկտիվ տեղեկություն որպեսզի կարողանա ինքը համադրելով տարբեր տեղեկություններ օբյեկտիվ կարծիք կազմի ընտրելու ներողություն եմ խնդրում պարոն Սաքունց հենց այդ ուզում եմ որ մեր զրույցի ամփոփիչ հարցը հենց դա լիներ եւ հնարավորինս համառոտ պատասխանել քանի որ մեր ժամանակը սպառվում է շատ ուժերի ծրագրերը միմյանցից չեն տարբերվում եւ ընտրողներն էլ չեն կարդա 19 ուժի ծրագիր ինչ սկզբունքով են ընտրելու այս կամ այն կուսակցությանը ձեր կարծիքով եւ գործընկերոջ հարցնել դա թե ինչ խորհուրդ կտաք ինչով առաջնորդվել խնդրեմ համառոտ պարոն Մելիքյան ձեզնից սկսենք Շնորհակալություն դե առհասարակ ընտրությունների գաղափարը առողջ եթե այսպես մոտենանք այն է որ ամեն ինչ անել, որպեսզի ընտրողը եւ ընտրազանգվածը գիտակցված ընտրություն կատարի։ Գիտակցված ընտրություն կատարելու համար պետք է քաղաքական ուժերը հասնեն այդ ընտրողին, դա արդեն իրենց
հմտություններից եւ հնարավորություններից հատակախված, բայց իրենք պետք է հասնեն ընտրողին, բացատրեն, թե ինչով են իրենք ավելի լավը, քան իրենց մրցակիցները։ Հիմա բնականաբար դա արվելու է առաջին հերթին սոցիալական ցանցերով, լրատվամիջոցներով եւ այլն։ Եվ այստեղ ընտրողը բնականաբար 19 ծրագիր չի կարդա, բայց կարող է այսպես շահագրգիռ ընտրողը փորձել լսել, գտնել, թեպետ ես պետք է նաև ասեմ, որ ընտրազանգվածի մեծ մասը այնուամենայնիվ արդեն նախքան այս ընտրական պաշտոնական ընտրարշավի սկիզբը արդեն կողմնորոշվել է, որոշ քաղտեխնոլոգներ ասում են, որ շատ մեծ է տոկոսը դեռ չկողմնորոշվածների, միգուցե դրանց հասնելու ճանապարհները պետք է քաղաքական ուժերը գտնեն եւ բացատրեն ինչով են իրենք լավը, բայց սա էլ մրցակցություն է եւ ի վերջո ոչ միայն գաղափարների մրցակցություն է, նաեւ քաղաքական հնարավորությունների մրցակցություն է եւ կհաղթի այն ուժը, որ ավելի այսպես ակտիվորեն կօգտագործի այդ հնարավորությունները։ Այդուհանդերձ իհարկե շատ բան կախված է նաև ընտրողից ինչի, որովհետև եթե ինքը ձգտում չունենա բոլոր 19 ուժերի հետ ծանոթանալու, բնականաբար չի ծանոթանա, շատերը եւ դա չի կարելի բացառել, ասում են ես արդեն կողմնորոշվել եմ, մնացածը ինձ հետաքրքիր չի եւ չի բացառվում, որ հիմնականում այդ իր նախընտրած քաղաքական ուժի ասելիքին հետևի միայն։ Բայց կարծում եմ, որ առավել այսպես վերլուծական մտածողություն ունեցող մարդիկ կուզենան հասկանալ, թե ով է եկել քաղաքական դաշտ այս անգամ եւ իսկապես ում կարելի է աչքի տակ առնել, իսկ ում ոչ։ Շնորհակալություն, պարոն Սաքոնց, դեպի ընտրողի սիրտը տանող ամենակարճ ճանապարհը։ Իմ համոզմամբ ոչ թե ընտրողի սիրտը պետք է տանող ճանապարհը փնտրել, այլ ընտրողի ուղեղը, միտքը, թե ընտրողը ոչ միայն ինչ մտահոգություններ ունի անձնական փորձի հիման վրա, ինչ համակարգային անձնական խնդիրները կամ անձնական կյանքի կենսափորձի վրա շրջանակում ունեցած խնդիրները ինչ համազգային նշանակություն ունեն, նկատում են, որոնց լուծումը կհանգեցնի նաև իր անձնական մակարդակում այդ խնդիրների լուծմանը։ Սա ամենից կարևոր մոտեցումն է, դիրքորոշումն է, որ քաղաքական ուժերը պետք է ներկայացնեն։ Հիմա տեսեք, նախ ասենք, որ մենք նկատում ենք որոշ մեր գործընկերների հետ համամիտ ենք, որ պետք է անցողիկ շեմը ազգային ժողովում լինի ոչ թե 4%, այլ 2%։ Իջեցնել, որովհետև շատ քանի որ քաղաքական դա էլ նույնպես կնպաստի քաղաքական համակարգի կայացմանը, որովհետև եթե որևէ քաղաքական ուժ կուսակցություն չի հավաքել, ասենք թե այդ 4%-ը, բայց ունի արժեքավոր գաղափարներ, մոտեցումներ, որոնք արժեր որ ներկայացված լինեն պարլամենտում, միտքը հնչեցվեր այնտեղ պարլամենտում եւ դրա համար ինքը զուտ այդ 4%-ի պատճառով չի հայտնվում, նշանակում է այդտեղ մի բան արդար չի։ Այսինքն այստեղ տոկոսը իջացնել որոշ ժամանակահատվածի, ասենք թե մի 2-3 ուրեմն ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, որպեսզի հենց նաեւ ազգային ժողովն է այն տեղը, որտեղ ձևավորվում է։ Սա մեկ։ 19 այդ կուսակցությունների դաշինքի կազմում կան կուսակցություններ, որոնց մարդիկ տեսել են որպես իշխանություն եւ տեսնում են որպես իշխանություն։ Չէ՞, համատելու հետ կապված ունեն ակնհայտ, ոչ թե ասելու հիման վրա, ինձ պետք չի ասել։ Նրանք գիտեն արդեն, թե ով ինչպես է կառավարել կամ ում կառավարման ժամանակ ինչպեսին է եղել, կամ ում կառավարումը, որ քաղաքական ուժի կառավարումը ինչպեսին է եղել։ Այսինքն այստեղ լրացուցիչ տեղեկատվություն, չէ, եթե ինչ-որ կերպարանափոխումներ եղել են, բան չգիտեմ, բայց բոլոր դեպքերում օբյեկտիվ տվյալների, տեղեկությունների հիման վրա ընտրողը ունի իր մոտեցում, պատկերացումը։ Եվ իհարկե ամեն մի քաղաքական ուժ ունի իր համախոհները, որոնք անկախ ամեն ինչից այդ քաղաքական ուժը ինչ կանի, իդեպ ասեմ էլ քաղաքական համակարգի առողջացման տեսակետից,
Թումանյանի խոսքը հիշեցի Հովհաննես Թումանյանի, ասում է, այսպես էլ ոչ մեկը չընդունեց եւ չկրեց պատասխանատվություն եւ չասեց, որ ես մեղավոր եմ ինչ-որ բաներում։ Սա հայտնի բան է, ասենք այն ժամանակվա պատմություն։ Հիմա որևիցե մեկը արդյոք ասել է, թե որ ես այսինչ բանում մեղավոր եմ, ոչ թե կառավարման ժամանակահատվածում ինչ մեղքեր եմ գործել, որոնք իրապես խոստովանում են, որ դա այդպես սխալ եմ որոշել։ Այսինքն սա այս մյուս կարևոր մոտեցումն է, եւ կան կուսակցությունների մի խումբ, որոնք նոր են, եւ դրանց դեռևս չենք տեսել որպես կառավարող կուսակցություն։ Հիմա ինչ են առաջարկում ընտրողին, եւ ավարտեմ իմ խոսքը հետեւյալում, արդեն դիմելով ընտրողներին։ Ինչու համար են գալիս քվեարկության օրը ձեր դուրը, հարգելի քաղաքացիներ, որովհետև այդ օրը իշխանությունը դուք հանձնում եք։ Եթե իշխանությունը ձեր մոտ չլիներ, չէին գա ձեր մոտ։ Ոնց որ արդեն ընտրված իշխանության հետ եթե հարցալ դիմում գրում եք, որովհետև դուք ընտրել եք, ու դիմում եք, ասում եք ձեզ տվել ենք լիազորություն, այս հարցերով զբաղվելու։ Այդ միակ օրն է 5 տարվա մեջ, ազգային ժողովի, որ գալիս են ասում են, թե տվեք, խնդրում եմ ձեր ձեռքի ձեր ունեցած իշխանությունը, այս ինձ կամ եք որ քաղաքական պատվիրակեք։ Հիմա այդ օրվա իշխանությունը ում եք հանձնելու շատ սա մեկ հարց է, որը իհարկե նույնիսկ բավական ինֆորմացված եք, բայց այստեղ կա նաև պատասխանատվությունը, ես նշեցի պատշաճ օբյեկտիվ տեղեկատվության տարածման եւ ոչի նաև։ Գիտեք, անդադ թիրախավորելով, որակազրկելով, բանավեճը հասցնելով, չգիտեմ, ինչ մակարդակի, դա ամենևին քաղաքական մշակույթի մասին չի վկայում։ Այդ ինչքան կոշտ բառեր օգտագործես, ինչքան վիրավորական բառեր օգտագործես, կարծես դրանով շահես ընտրողի միտքը, դա կարծում եմ այդ անհարգալից վերաբերմունքն է, ուրեմն այդ ընտրողի նկատմամբ։ Հաջորդը պետք է նայել իհարկե ծրագրերին, ինչքանով են դրանք իրատեսական։ Այստեղ կարևոր գործ կա անելու եւ այդ բանավեճերը, որտեղ օքեյ ծրագրում դու նշում եք ինչ որ մոտեցում, ինչ որ հարցի լուծման ո՞նց եք պատկերացնում, ինչպես եք դա պատկերացնում, սա բանը բովանդակային առով։ Եվ մյուս կարևորը իհարկե, որ մենք դիտորդություն, որ իրականացնում ենք, շատ կարևոր է թե ինչպես է այդ քվեարկությունը տեղի ունենում։ Ընտրակաշարք, ընտրական հանցագործություններ, այն նշած օտարերկրյա աղբյուրներից, պետական տեղական բյուջեներից, իրավաբանական անձանցից, ցանկացած ֆինանսական ներդրում ընտրություններին, դա խաթարում է հենց ընտրական բանը process-ը։ Սրա նկատմամբ պետք է ընտրողը շատ ուշադիր լինի, որտեղ եթե դու փող վերցրեցի, թեկուզ մի ընտրող փող վերցրեց կամ աչակցություն, նվիրատվություն, որը բարեգործության անվան տակ է, ու դու ծախեցիր քո ձեռքի իշխանությանը, Այնակ ասի թե արդեն քեզանից առել եմ իշխանությունը, ինչի՞ համար պետք է քեզ համար, որից է խնդիր լուծել։ Ինչի՞ պետք է հաշվետվի, բայց արդեն քեզ փողը տվել եմ վերցել եմ, չէ՞։ Դու արդեն գործ չունես, քո ստացած ակնկալիքը ունես արդեն, վերջ։ Այսինքն այս բանը իհարկե փառք Աստծո հաղթահարվեց 2018 թվականից հետո, այդ 17-ից հետո, բայց այդ միտումները, որ մենք տեսնում ենք, եւ դրա դեմ պետք է բավական լուրջ ուրեմն եւ սկզբունքային լինի, այսինքն կա բովանդակային մոտեցման եւ կա ընդհանցակարգային մոտեցման հետ կապված հարցեր եւ այստեղ պետք է ըստ դրա նաեւ գնահատել, արդյոք վստահել այն կուսակցությանը, որը փորձում է ընտրական գործընթացը խաթարել հակաօրինական գործողություններով։ Միանշանակ չպետք է բան անել ընդունել, որտեղ արդեն դեռ իշխանության չեկած բան են անում, անօրինականություն են անում, բա որ իշխանությունն են անում, ինչ կանեն։ Շնորհակալություն ձեզ եւս պարոն Սաքունց, ես ուղղակի դիտարկում անեմ, երբ ասում եք, որ նախորդ ղեկավարները որից մեկը չի ընդունել սխալ, ես հիշում եմ յուրաքանչյուրի դեպքում, երբ ասում եք իմ սխալն է իր այս հաջորդին բերելը եւ բոլորը եւ երբ ասում են որն է ձեր թերությունը, ասում են չափազանց բարի եմ եւ վստահում եմ բոլորը մի խոսքով ձեր խոսքից այն հետևությունը կարելի է անել թերևս որ ընտրության գնացող քաղաքացին իր անձնական երջանկությունը տեսնի հանրային երջանկության մեջ եւ այդ պատասխանատվությամբ կատարի իր ընտրությունը հարգելի ունկնդիրներ հիշեցնեմ որ մեդիա կենտրոնում քննարկում ենք 19 քաղաքական միավոր քանակ կա իսկ որակ
Թեման եւ մեր բանախոսներն էին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եւ հաջողություն բոլորին։